Բարև իմ սիրելի Վանաձոր, Բարյաջողում լորի, իմ սիրտը լեն ու բարի ժողովուրդ, Ստեփան Զորյանի ժողովուրդ, Հովանես Թումանյանի ժողովուրդ, մեր մեծ Թումանյանը մեզ շատ բարի խելք ու խրատ ու ժառանգություն թողեց, բայց այս մեր լորեցիքի ասած ոչ բարով իշխանավորները, այս ֆորմը կտրածները մենակ շունն ու կատուն սերտեցին։ Կատվի պես շատ լավ խոստումներ տվեցին, բայց ժողովրդին հանեցին իրար դեմ ու իսկապես շունն ու կատու դարձրեցին մեզ։ Իսկ մեր պետությունը դարձրեցին հառաչանքի չոբան չատնի նման, բերանը կապած պետություն, որ Ալիևը այսքանից հետո մեզ սպառնում է, ասում է պետք է իմ 300,000 ադրբեջանցիներին տեղավորեք ձեր գյուղերում ու քաղաքներում, ու այդ կառավարական կաբինետներում մեկը չկա, որ ասի, այդ ինչ իրավունքով ես հայ ժողովրդի վրա սուր ճոճում, վերենգի տեղդ, ասող չկա, որովհետև ոչ օրենք գիտեն, ոչ կարգն ու լեզուն։ Բայց խեղճության ու անկարողության վերջը եկել է, որովհետև մեր երկիրը ղեկավարելու է գալիս մի ուժ, մի մարդ, ով ոչ միայն մեկն միշտ փակելու է 300,000 ադրբեջանցիների բնակեցման հարցը, այլև մեր երկիրը դարձնելու է արդյունաբերական երկիր։ Մեր Վանաձորը գիտի դրա արժեքը, որովհետև արդյունաբերական քաղաք է եղել։ Մեր հանքերի հարստությունը էլ հանքաքարի տեսքով կոպեկներով չի վաճառվելու, վերամշակվելու է, որովհետև մենք ունենալու ենք վերամշակող արդյունաբերություն ու դրա փողերով եւ աշխատավարձներ ենք բարձրացնելու, եւ թոշակներ ենք բարձրացնելու ու ամեն ինչ անելու ենք, մեր կյանքը իսկապես լավանալու է։ Ժողովուրդ ջան, սա նաեւ ընտրությունն է մարդու տեսակների մասին։ Ես տեսել եմ են Փարիսեցուն, ով որ եկեղեցում կեղծ բարեպաշտ է ձևանում, ախրանայով մտնում է եկեղեցի, մարդկանց հրմշտում են, դպրոցականի են ծեծում, որ հասնի խորանի մոտ ու իրա դերը ընդգծի, այդ տեսակին են կընտրելու։ Ես տեսել եմ նաև Նարեկին Կարապետյան, ով լինելով այնպիսի ընտանիքի զավակ, որը արարել է, ստեղծել է հիվանդանոցներ, դպրոցներ, մանկապարտեզներ, գործարաններ, ֆաբրիկաներ, փառք ու պատիվ վայելելով հանդերձ, եկեղեցու մի անկյունում կանգնում է գլուխը կախ, մաքսավորի նման ու մեղա է գալիս։ Այ դրա համար եմ ասում, որ այս ընտրությունները ընտրություն են ոչ միայն հայ լինել չլինելու մասին, ոչ միայն քրիստոնյա լինել չլինելու մասին, այլ նաև մարդ լինել չլինելու մասին։ Ու մենք պետքա որոշենք, թե մեր երեխեքը որ տեսակին պետքա նմանվեն։ Սիրելիներս, մենք եկեք այս պահին, հենց այս պահին 10 օր մնացել ընտրություններին, մեր հոգու մի անկյունում մի հատ անկեղծության փոքր սենյակ բացենք ու ասենք, ես բավարար չափով եմ աշխատել։ Եթե մենք այդ հարցը մեզ տանք, այս 10 օրը անդադար կաշխատենք։ Կարող է մենք մի քիչ կոմպլեքսավորվում ենք, մի քիչ վախ կա, մի քիչ էլ ամոթ կա։ Եկեք այդ վախը, կոմպլեքսն ու ամոթը մեր վրայից հանենք, գցենք, ուժեղացած դուրս գանք ու այս 10 օրը աշխատենք, մեր հարևաններին, բարեկամներին, ծանոթներին ու անծանոթներին, բերենք ընտրական տեղամաս, բացենք փոփոխության դուռը ու հիշենք, թե որն է փոփոխության համարը։ Համար 3,
Վանաձոր, լավ չլսեցի։ Փոփոխության համար է, ուրեմն առաջ դեպի ուժեղ Հայաստան։